Ողջույն սիրելի հետևորդներ, երբևէ զգացել եք ինչու է Աստված հաճախ գալիս ոչ այնպես ինչպես մենք ենք սպասում։ Մենք սպասում ենք ուժ, փառք, ակնհայտ հաղթանակ, բայց Աստված գալիս է խոնարհությամբ։ Եվ հենց այստեղ է շատերը նրան չեն ճանաչում։ Այսօր այս խորը ճշմարտությունը բացվում է Զաքարիայի մարգարության 9-րդ գլխի հատվածում։ Մեծապես ուրախացիր դուստր Սիոնի, ազդարարիր դուստր Երուսաղեմի։ Ահա քո թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը եւ փրկիչը, նա հեզ է եւ խոնար, էշի վրա եւ նրա ավանակի վրա։ Եվ կոչնչացնի կառքերը Եփրեմից եւ Երևանները Երուսաղեմից։ Կփշրվի պատերազմող աղեղը եւ ազգերի միջից, բազմությունն ու խաղաղությունը կտիրի ջրերին, ծովից մինչև ծով եւ գետից մինչև երկրի ծագերը։ Եվ դու քո ուխտի այրամբ արձակեցիր քո կալանավորներին անջրդի գբից եւ կնստենք ամրոցներում, դուք ժողովրդի կալանավորներ, եւ քո պանդխտության մեկ օրվա դիմաց կրկնակին կհատուցեմ քեզ, քանի որ քեզ, ով Հուդա, կլարեմ ինձ համար աղեղի պես, նաեւ լցրեցի Եփրեմին եւ ոտքի կանեմ քո որդներին, ով Սիոն, հույների որդների դեմ, եւ կշոշափեմ քեզ պատերազմողի ողբատեսությունների պես։ Տերը վերակացու կլինի նրանց եւ կելնի նրա նետը փայլակի պես։ Տերը, ամենակալ Տերը կփողահարի եւ կընթանա իր սպառանիկների շարժումով։ Ամենակալ Տերը կպաշտպանի նրանց, կոչնչացնե նրանց ու կթաղեն նրանց պարսատիկների քարերով։ Կխմեն նրանց արյունը գինու պես եւ կլցնեն դաշտերը զոհասեղանի պես։ Եվ այն օրը Տերը նրանց Աստվածը կփրկի նրանց իր ժողովրդին, ինչպես ոչխարների, որովհետև սուբ քարեր են գլորվում նրա երկրում։ Ամեն։ Այս մարգարեությունը թագավորի մասին, որը փոխում է ամեն ինչ։ Մարգարեն ասում է. ահա քո թագավորը գալիս է քեզ մոտ, բայց հետո ավելացնում է. մի անսպասելի բան, խոնար է եւ նստած էշի վրա։ Սա լրիվ հակառակն է մարդկային պատկերացման։ Թագավորները գալիս են զորքով, փառքով, ուժով, բայց այս թագավորը գալիս է խաղաղությամբ։ Այս մարգարեությունը կատարվում է Հիսուս Քրիստոսի մեջ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, Աստված հաճախ գործում է ոչ թե աղմուկով, այլ խոնարհությամբ եւ լռությամբ։ Սովորիր ճանաչել Աստծուն ոչ միայն մեծ իրադարձություններում, այլ նաեւ պարզ ու խոնար պահերում։ Մարգարեն ասում է. այս թագավորը պատերազմ չի բերում, նա բերում է խաղաղություն, եւ այդ խաղաղությունը տարածվում է ազգերի վրա։ Աշխարհը փորձում է խաղաղություն բերել ուժով, Աստված բերում է խաղաղություն սրտի փոփոխությամբ։ Եթե ուզում ես խաղաղություն կյանքում, սկսիր քո սրտից, ներիր, հանգստացիր, վստահիր Աստծուն։ Աստված ասում է, ազատում է գերիներին, վերադարձնում է հույսը։ Սա խոսում է փրկության մասին։ Քրիստոսը եկավ ազատելու մեզ մեղքից, վախից, կապանքներից։ Սիրելի հավատավոր հետևորդ, եթե զգում ես, որ կապված ես, Աստված ունի ուժ քեզ ազատելու։ Մի հաշտվիր այն բաների հետ, որոնք քեզ կապում են։ Դիմիր Աստծուն ազատության համար։ Այս հատվածը ցույց է տալիս նաև Աստծո զորությունը։ Նա պայքարում է իր ժողովրդի համար։ Աստված ոչ միայն խաղաղություն է տալիս, այլ նաև պաշտպանում է։ Երբ պայքարի մեջ ես, մի մտածիր, որ մենակ ես։ Աստված քո կողքին է։ Վերջում մարգարեն տալիս է մի գեղեցիկ պատկեր։ Աստծո ժողովուրդը դառնում է թագի քարեր։ Սա արժեքի գեղեցկության եւ փառքի պատկեր է։ Սիրելի հավատավոր հետևորդ, քո կյանքը Աստծո աչքում արժեք ունի։ Դու պարզապես գոյություն ունեցող մարդ չես։ Դու նրա թագի մասն ես։ Ապրիր արժանապատվությամբ, իմանալով թե ում ես պատկանում։ Այս հատվածը մեզ տալիս է հզոր ուղերձ։ Աստված գալիս է խոնարհությամբ։ Իրական խաղաղությունը գալիս է Աստծուց։ Քրիստոսը ազատություն է տալիս։ Աստված պաշտպանում է իր ժողովրդին։ Դու արժեքավոր ես
Աստծո աչքում։ Սիրելի հավատավոր հետևորդներ, քո թագավորը արդեն եկել է, բայց հարց է, դու ճանաչել ես նրան։ Նա չի գալիս ուժով պարտադրելու, այլ գալիս է սիրով հրավիրելու։ Եթե այսօր քո կյանքում կա անհանգստություն, վախ, ծանրություն, հիշիր, քո թագավորը բերում է խաղաղություն, քո թագավորը բերում է ազատություն, քո թագավորը բերում է նոր կյանք։ Այսօր բացիր սիրտդ նրա առաջ, ընդունի նրան որպես քո թագավոր եւ թող նրա խաղաղությունը լցնի քո կյանքը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության մեջ գրել ձեր կարծիքը, բաժնորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ տարածել ավելի շատ քրիստոնյաների հասանելի լինի Աստծո խոսքը։